Բայց այդ մասը բարերության ներողություն եմ խնդրում, հիշեք ինչ եք ասելու, բայց մի պահ ընդհատվենք հաշվի առնելով մեր ցավոտ պրակտիկաները։ Հիմա պարոն Դադունց, կարող է ունենանք մի իրավիճակ, որ sense ջանք ներդնենք, կարգի բերենք այս տվյալների շտեմարանները, վերջում մի հատ դատավոր պարզի, որ չէ ճիշտը թուղթն է։ Ես դա հենց այդ ռիսկը իրավական անվտանգության մեր նախաձեռնության լավ կլինի, որ այս փուլից քննարկենք, որովհետև տեսեք, պարոն Երիցյանը մի շատ կարևոր բան է ասում, որը ապագան է այս ամեն ինչի, որ քաղաքացու վերաբերյալ տվյալը էլեկտրոնային ըստ էության քաղվածքը ինչ որ համակարգի վավեր իրավական բարձրագույն իրավական ուժ ունեցող կոնտենտա, չեմ ուզում ասեմ փաստաթուղթա, որ էլի չնույնականացնենք թղթի հետ։ Հիմա սա փորձաքննություն արվել է կամ խնդրեմ մի անգամ էլ անենք, որպեսզի հետո սյուրպրիզներ չունենանք։ Նորից կնայենք բան փոխվարչապետ, բայց օրենքի ձևակերպում եթե հստակ լինի, որ դա ունի բավարար իրավական ուժ եւ հիմա էլ դատավարությունների թվայնացմանը զուգահեռ, հիմա դատաներում նման խնդիր ըստ էության չի էլ արձանագրվել, այսինքն եթե դատավարական օրենսգրքերում մենք ունենք կարգավորումներ, որ էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացված հայցադիումը եւ փաստաթղթերը դրանք վավեր են, փաստաթուղթ նկատում էլեկտրոնային ստորագրությամբ կամ էլեկտրոնային տվյալները այդ ձևակերպման հիման վրա հիմա աշխատում է համակարգ, այսինքն մենք ինչ որ ռեալ խնդիրներ այստեղ չենք հայտնաբերել, բայց Պարոն Դադունց, ասեմ մտավախությունս գալիս է էլեկտրոնային ծանուցումներից, որ միասնական պրակտիկա չեմ զգում մինչև օրս։ Չնայած որ կարծում եմ, որ օրենսդրությունը բավարար հստակ ասում է, որ էլեկտրոնային ծանուցումը պատշաճ ծանուցում է, բայց այնուամենայնիվ լինում են դեպքեր, որ տենց ինչ որ միանշանակ չի ընկալումները։ Ուզում եմ ասեմ, որ այս փուլից սկսած մենք պիտի այնպես անենք, որ բոլորի մեջ բոլոր պրակտիկաներում հստակ ամրապնդվի, որ մենք գնում ենք տվյալների իրավական լիարժեք ուժի սկզբունքով։ Հակառակ դեպքում մենք երբեք չենք ունենա թվայնացում, ինչը նշանակում է երբեք չենք ունենա քաղաքակիրթ ծառայությունների մատուցման հնարավորություն, ինչը որ անթույլատրելի է։ Եթե անհրաժեշտություն կա ինչ-որ լավարկումների կամ փոփոխությունների օրենսդրական, իմ խնդրանքն է, որ զուգահեռ անենք, որպեսզի երաշխավորված լինի, որ սա այսպես է։ Ոչ թե մենք ենթադրենք, որ այդպես է գրված օրենքում, այլ ուղղակի երաշխավորենք։ Շնորհակալություն պարոն փոխվարչապետ եւ նաեւ կխնդրեմ մեր գործընկերներին, ովքեր իրենց գործունեության ընթացքում, վարչարության ընթացքում, եթե հանդիպել են այնպիսի դատական պրակտիկայի, որը իրենց կարծիքով խոչընդոտում է այդ կարգավորումների իրացմանը, մենք աշխատենք դիմեն մեզ եւ մենք հստակեցումներ անենք համապատասխան օրենքներում։ Շատ լավ, պարոն Դադուն, շնորհակալություն։ Համեցեք, պարոն Թևոսյան։ Պարոն Գրիգորյան, ձեր հարցը բարձրացրած շատ կարևոր է, ինձ գերկարևոր է, որտեղ մենք բոլորս հիմա գնում ենք դրան, մեր բոլոր համակարգերը նաև օրինակ հասանել ենք դարձնում նույն օգտագործողին, հա, օգտագործողը ինքը կարող է իր տվյալները տեսնել եւ անհրաժեշտության դեպքում տպել կամ արտահանել որևէ ֆորմատում եւ ներկայացնել որևէ տեղ, հա, եւ առնչվում ենք հետեւյալ իրավիճակներին, գրեթե մեծամասնությամբ, իդեպ ոչ միայն պետական կառույցներում, այդ թվում մասնավոր հիմնարկներում, որ ասում են մինչև վրեն կնիկ չլինի մեկն է ստորագրած չլինի, թուղթը չենք ընդունում, դա դու կարող ես օրինակ Photoshop-ով սարքել, հա, ընդհանուր մինչև բանկային քաղվածքներն են անպայման կնքած ստորագրած ուզում, որ հիմք ընդունեն իրանց այդ բալանսի համար եւ իրոք ճիշտ եք ասում, եթե այս եւ կտրուկ է պետք սրան վերջ տալ, եթե օրենքապետք ընդունել, օրենքապետք ընդունել, եթե ինչ որ այլ իրավական ակտեր է պետք ընդունել, այլ իրավական ակտեր եւ չպետք է լինի հայցողական մոտեցում, որտեղ նաեւ կան դատավորներ, որ կընդունեն, կան դատավորներ, որ չեն ընդունի։ Իմ տպավորությամբ մենք նաեւ դրան ենք առնչվում ու մենք անդադար կառնչվենք հետեւյալի հետ, թվային տվյալը կա, մաքուր է, մենք իրար մեջ օգտագործում ենք, որտեվ նաև պարտավոր ենք օգտագործել, այդ թվում այսօր որ ընդունվող որոշումներով, բայց դրսում դա վալիդ չի,
դա վալիդ փաստաթուղթ չի, միգուցե վալիդացիոն ինչ որ կոդեր է պետք, որը կարողանա այդ հիմնարկը ստուգի այդ validity-ն այդ փաստաթղթի ինչ որ բարկոդով, ոնց որ օրինակ մենք էս կարող ենք ստուգել էս ապրանքների QR կոդերը, բայց սա շատ կտրուկ է պետք լուծել, որովհետև մենք արդեն 10 տարուց ավել, նույնիսկ 20 տարի շատ թվային տվյալներ ունենք, բայց մինչ օրս առնչվում ենք, օրինակ չգիտեմ, հիմա մի հատ կոպիտ օրինակ բերեմ ID քարտի Xerox, ասենք աբսուրդ է, էլի 2026 թվին ID քարտի Xerox տալ ինչ որ մեկին ու մնացածը ինչ որ ասացիք, շնորհակալություն։ Համաձայն եմ, պարոն Թովսյան, ես իրոք ինչի եմ ահազանգում, չասեմ ահազանգում, բայց ինչի եմ սրան տալիս մեծ նշանակություն, որովհետև եթե մենք այդ հարցը միանշանակ չլուծենք, մենք կունենանք հավելյալ դիսկոմֆորտ, այսինքն թվայինացումը կդառնա դիսկոմֆորտ քաղաքացիների համար, որովհետև իրանք ստիպված են ապացուցելու, որ թվային տվյալը վավեր տվյալա ինչ որ Xerox-ների, պրինտերների եւ այլնի միջոցով, ինչը լրիվ անիմաստ է դարձնելու մեր այս բարեփոխումը, այդ իմաստով խնդրում եմ շատ ուշադիր լինել, էլի։ Համեցեք բանը։ Քանի որ պարոն Թորոսյանը սկսեց Պարոն Թորոսյանը դեռ ապոստիլը չի ասել։ մի բան էլ ես ասեմ, ուրեմն դե ինչպես բոլորս գիտենք, մենք դնում ենք թվային ստորագրություններ նամակների վրա եւ մեզնից շատերը կամ բոլորը տալիս են լիազորագրեր մեր աշխատակիցներին դատարաններում ներկայացնելու համար։ Եվ ինչպես գիտենք, թվային ստորագրության մեջ կարևորը այն սերտիֆիկատն է, որը կցվում է այդ ֆայլին։ Եվ երբեմն այսինքն երբ որ մենք ստորագրում ենք, տեսանելի նաև գրված է, չէ, որ հաստատված է եւ այլն, բայց կարելի է նաև ստորագրել եւ որ ոչ մի տարբերություն չկա առանց այդ բանի։ Այսինքն թղթի վրա ոչ մի բան չի երևում, իր հետ ուղակի ֆայլին կցվում է այդ սերտիֆիկատը։ Հիմա երբ որ մենք անտեսանելի ստորագրությամբ ենք տալիս լիազորագիր, դատարանները դա չեն ընդունում։ Իրանք ուզում են այդ նկարը, որ վրան երևա, որ գրած է, որ հաստատված է եւ այլն, էլ այս խնդրի հետ էլ ենք առնչվում եւ կարծում դա կապ ունի նաեւ այդ մյուս բանի հետ, էլի, որովհետեւ եթե մենք էլեկտրոնային ստորագրություն ենք դնում, էլեկտրոնային ստորագրությունը նշանակում է էլեկտրոնային սերտիֆիկատ։ Այս մի խնդրեմն էլ կա, որը կխնդրեի ուշադրություն դարձնել։ Համեցեք բան դադնց։ Շնորհակալություն։ Ես բան փոխվարչապետ իզուր չնշեցի դատաների թվայնացմանը զուգահեռ սանելու հարցը, որովհետև օրինակ էլեկտրոնային եղանակով հացադիում ներկայացնելու դեպքում կամ դատավարական փաստաթուղթ հիմա գիտենք, որ քաղաքացիական վարչական գործերի դեպքում պետական մարմինների համար պարտադիր է այդ համակարգից օգտվելը։ Երբ որ տվյալ լիազորագիրը կամ հացադիմումը մուտք է արվում այդ համակարգ, ինքը համակարգն է ճանաչում վավեր, ճանաչում է էլեկտրոնային ստորագրությունը որպես վավեր եւ դիտում է որպես վավեր փաստաթուղթ։ Այլ հարց է, երբ որ այդ փաստաթուղթը տպվում է եւ դրա վրա ոչինչ չի երևում, ոչ մի ստորագրություն չի երևում, այդտեղ կարող է խնդիր առաջանալ։ Հիմա մենք այդտեղ միգուցե ինչ որ լուծում պետք է մտածենք, որ QR-ի կամ այլ ձևերով հաստատի, որ դա ստորագրված է։ Դա է ուզում խնդրեի, դուք զուգահեռ այս process-ում պերմանենտ պիտի մասնակցություն ունենաք։ Պատկերացրեք քրեական, քաղաքացիական է կարող մի քիչ ավելի հեշտ լինի, վարչական դատավարությունները ընթացքը ամբողջությամբ։ Մենք պիտի գանք մի իրավիճակի, որ առաջի կետից միջև դատական ակտը ապացույցների ողջ համակարգը լինի էլեկտրոնային։ Մենակ այդ դեպքում մենք կունենանք էֆեկտիվ process-ներ։